լունց ասի։ Պարոն Ռուստամյան, եթե դուք կաք իշխանություն, պատկերացնենք, եթե դուք իշխանություն, ծրի նախագծի հետ կապված, հաստատքի որ դրույթները կվերադառնային, որը լավացնեք, որը կչեղարկեք, եւ երկրորդ հարց, պարոն Սաղաթելյանը օրերս հայտարարեց, որ 2020 թվականի հանրականություններին կապված է Սյունայի վայրաժի դաշինքով խնդրում եմ ասեք, որ քաղաքականությունների մեկ պատկերացնում դաշինքի կազմում, արդյոք այն շարունակելու գլխավորել Նախ տրիպի հետ կապված մենք կվերացնենք բոլոր այն մտահոգությունները, որոնք այսօր մենք ունենք, եւ դա հնարավոր է իրականացնել։ Այդ մտահոգությունները մի քանի ուղղություն ունեն։ Առաջինը նախ այն է, որ մեր ինքնիշխանության սահմանափակում մենք այս ամենի մեջ տեսնում ենք, եւ սա պետք է փորձենք վերացնել բանակցությունների միջոցով։ Մենք չենք ասում, որ ճանապարհները չբացվեն, մենք չենք ասում, որ հաղորդակցության միջոցները մեզ պետք չեն, պետք են իհարկե, բայց դա պետք է լինի փոխադարձության սկզբունքով, մեր ինքնիշխան տարածքները մեր վերահսկողության տակ պահելու միջոցով, իսկ փոխադարձում նշանակում է առնվազն տրիպը պետք է շարունակություն ունենա 43 կիլոմետրով չպիտի սահմանափակվի, գա հասնի մինչև օրինակ Երասխավան։ Մեկը թողից բացատրի, եթե իրենք իսկապես ուզում են Հայաստանը դարձնել խաչմերուկ, ինչի են եղած ճանապարհին զուգահեռ, Թուրքիայում գիտեք, չէ, 200 քանի կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվում։ Զուգահեռ մեր ճանապարհին իրենց տարածքով կառուցվում է ճանապարհ։ Իսկ իրենք ուղղակի Հայաստանն ուզում են շրջանցել։ Ուղղակի Հայաստանը ռազմաքաղաքական ռազմավարական այս գծից, որի վրա գտնվում է Հայաստանը, Սյունիքի նշանակություն է, ուզում են դնել ռազմավարական, ռազմաքաղաքական պարկի մեջ։ Այսինքն մենք մեզնից ոչինչ չներկայացնենք։ Իրանց պետք է, որ հայկական գործոնը չեզոքացվի։ Մենք սա չպիտի թույլ տանք, որևէ ձևով թրիպ կլինի, թե այլ կլինի։ Եթե խոսում ենք որպես սուբյեկտ, որը ունի իրավունքները, եւ այդ իրավունքները նաեւ ունի, մանավանդ իր տարածքն է, չէ՞, տալիս, որը դրա դիմաց կարա պահանջի բավականին լուրջ հարցերի լուծում։ Սա է խնդիրը, եւ մենք սա կարողանանք իրականացնել։ Ստրիպն ինչից առաջացավ։ Երբ որ այս իշխանությունները հրաժարվեցին Լաչինի միջանցքի հետ կապված հարցերից, Արցախի հետ կապված հարցերից, եւ այս հարցերը իրանց ապաշնորհության հետևանքով բերեցին անընդհատ զիջումների վիճակի մեջ։ Այսինքն տրիպը վերաբանակցելու է։ Այո, ասեցի ուղղությունները մոտավորապես ինչ է։ Բայց չի ամերիկյան կողմը չհամաձայնվի, երբ որ մենք օրինական լեգիտիմ պահանջներ ենք դնելու, մենք չենք ավել բան ուզում, քան դրա իրավունք ունենք։ Բայց այսօր մերոնք ավել բան ուժելու մասին չէ, իրենք կորցնում են ամեն ինչ, տալիս են, զիջում են ամեն ինչ, որպեսզի ստանան բարեհաճությունը սիրաշահեն բոլորին եւ իրենք էլ սիրաշահեն այս իշխանություններին, որտեղ իրանց խնդիրն էլ եմ ասում, Հայաստանի շահը չի, իրանց խնդիրը իշխանության պահելու խնդիրն է։ Եկան հարցերի կապված։ Որ հարցը։ Տեսեք, մենք շատ հստակ այս վերջի երակնի ժողովը եկել են եզրակացության եւ սա մենք պետք է մեր ժողովրդին փոխանցենք։ Կամ մի քանի հստակ արձանագրում, որը կարծում եմ կարևոր է, որ մեր հասարակությունն իմանա։ Նախ հստակ է, որ որևէ մեկը, այդ թվում է դաշնակցությունը, միայնակ չի կարող հաջողել իշխանապահություն իրականացնել։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետք է դիտենք։ Այսինքն այս ընտրությունները պետք է վերածվի իշխանապահության գործընթացի, այլ միջոց անիմաստ է։ Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել։ Ոչ միայն ինքը հաղթահարի շեմը, որտեղ եթե չհաղթարած չեմ այդ նշանակում փոշիացում, այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օգտին մասնակցություն։ Համաշխարհությունների պահպանման օգտին, վերարտադրման օգտին մասնակցություն, սա մեկ։ Բայց եթե ինքը անհրաժեշտ շեմը, անհրաժեշտ պայմանը բավարարումը անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այս վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Այսինքն առընթաց կաշկանդված ընդդիմությունը լինելու, անգամ կանոնակարգով իրան տրված հնարավորությունները թույլ չեն տալու օգտագործել, դու ունենալու ես այն ներկայությունը, որը չի ազդելու երկրի ընդհանուր գործընթացի վրա։ Սա դառը փորձից ենք մենք ասում։ Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլև ընդդիմության ընդհանուր հաջողության մասին պետք է մտածենք։ Եվ ես կարծում եմ պետք է այս ամենը հասկացող եւ ընկալող
ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների դաշինք, ոչ թե դաշինք, այլ ճակատ ձևավորվի, ամեն մեկը մի քանի խոշորներ, ես կասեմ, այդ մի քանի խոշորները, որոնք շեմը հաղթահարելու են, բայց միևնույն ժամանակ իրանք պետք է քարոզությունը տանեն այնպես, որ եթե ինձ կոնկրետ ձայն չեք տալիս, կարող եք տալ այս ճակատից որևէ մեկին։ Եվ ժողովրդին մղել, որ գնա ընտրության եւ ընտրություն կատարի ընդդիմության մեջ։ Սա է հարցը, որտեղ մեր հիմնական խնդիրը եւ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Դա պետք է կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը այն пассив ովքեր որ այսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է այս իշխանություններից։ Ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է։ Եվ այդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա։ Եթե մեր չի ուզում, թող գնահատի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Սա է խնդիրը եւ կարծում եմ այսօր 3-4 այդպիսի ուժեր երևում են։ Մասնավորապես հանրապետական։ Մասնավորապես մենք օրինակ իշխանստեր շատ դառը բաներ են խոստանում իբր թե մեր մասի պատկերացումներով ապագային նկարագրում։ Դաշնակցություն, բայց դա մենք այո նախընտրում ենք ինչ-որ մեծ դաշինքներ ձևավորել մեր գաղափարները, մոտեցումները նկատի ունենալով։ Դաշնակցությունն է եւ այս նոր ձևով մեր ձևով շարժումն է։ Ուժեղ Հայաստան կուսակցություն կլինի անունը, թե ինչ այդքան էական չի։ Կարող են լինել կողքից նաեւ այո նրանք, ովքեր որ ունեն իրենց ընտրազանգվածը, բայց դրանք չեն հաջողել ինչ-ինչ պատճառներով, հիմա կարող են ավելի թարմացնել եւ վերանայել իրենց մոտեցումները։ 3-4 հաստատ կարող են լինել։ Մենք հիմա բոլորի հետ ենք ակտիվ բանակցում, բայց այս թեմայի շուրջ։ Այսինքն մենք ոչ թե միայն դաշինքի, լայն ճակատի մասին է խոսքը գնում։ Այսինքն մասնակցելը թող մասնակցեն խոշոր միավորներով, բայց մեկ ճակատ պետք է լինի ընդդիմադիր, որը այս դրամաբանությունը պահպանի, այսինքն մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։ Ում հետ խոսել ենք, այո, բոլորի հետ էլ խոսել ենք։ Բոլոր նրանք, տեսեք, Աստվածաշնչում այդ լավ սկզբունք կա։ Ասում է, ով որ մեր դեմ չի, մեր հետ է։ Հիմա ով որ այս նպատակին դեմ չի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանխելու, որ վերարտադրվեն, մենք պիտի համարենք իրանք մեր զինակիցն են, մեր հետ են։ Եվ այդ ձևով ընդլայնվի այն դաշտը, որը կարող է ակտիվացնել այս իշխանությունների հակազանգվածը։ Այս հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն, տեսել ենք իրանց վարկանիշները, չէ՞, բայց այդ հակազանգվածը ակտիվացնելու խնդիր գոյություն ունի, որը պետք է ճիշտ տեխնոլոգիայով այս անգամ ընդդիմությունը մի կողմ դնի իր ամբիցիաները անձնական, անհատական եւ մտածի ընդհանուր ընդդիմության հաջողության մասին։ Պարոն Սուրդանյան, այս համակարգում մի հարց է, ներողություն թեմա շարունակելով, ընտրությունների թեմա շարունակելով ներողություն շոշափեցիք Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված Ուժեղ Հայաստանի անունը, դիտարկեցիք դաշինքի կազմում քաղաքական ուժ, բայց մեծ ձևովի համակարգող Նարեկ Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ իրենք չեն ուզում աֆիլիացվել նախկին քաղաքական ուժերի հետ, այսինքն նախկին իշխանությունների հետ եւ գրեթե բացառեց գործակցությունը նախկին նախագահների։ Բայց մենք չենք ասում, մենք այնպիսի բաներ ենք ասում, որ այդ աֆիլիացություններից բաներից վերը, դե չեմ էլ ասում նույն անան, իմ ասածը լավ օքեյ, բայց ունենք չէ ինչ-որ վստահություն, չեմ ասում ունենք շատ մեծ վստահություն, որ կարող ենք 50%-ից ավելի բերել, մենք այդպիսի ամբիցիա չենք դրսևորում։ 50%-ից ավելին, 21-ից ավելին կունենա։ Ո՞վ։ Երեկանեն Սիմոնյան իշխանություն ասում է 21-ի իրանց որ թողես 90% կունենան, իրանք իրականում իսկապես կտրված են հանրային այս տրամադրությունները իրանք լավ գիտեն, բայց քարոզչական մեթոդներ են կիրառում, որպեսզի դա չեզոքացնեն։ Այս բնական է, տես պիտի ասի, բայց ինչ պիտի ասի։ Ասեց, որ Հայաստան խմբակցությունը ոչ այս թվով էլ չի լինի խորհրդարանում, եթե անգամ դե իսկ Հայաստան կլինի։ Վերադառնալով իմ հարցին, Հայաստան խմբակցություն չլինի, ուժեղ Հայաստան չլինի, Հայաստան էլ չլինի, որ ՔՊ եղավ ընդհանրապես մենք քեմալական պայմանագիր կկնքենք եւ կունենանք թուրք-ադրբեջանական տանդեմի ասոցացված մի տրիադ կկազմենք։ Տանդեմը կդառնա տրիադ։ Ուժեղ Հայաստանը ձեր կարգախոսն չէ 2021 թվականին, բայց ձեր կարգախոսը դառել է քաղաքական ուժի
Այդտենաս բանը որ բոլորն էլ իսկապես եթե Հայաստանը սիրում են Հայաստանի հետ կապված կունենան որևէ արձանագրում իսկ Հայաստան ուժեղ պետք է լինի որ հաղթարի այս բոլոր մարտահրավերները Դուք դաշինքով մասնակցել եք ուժեղ Հայաստանը դաշինքի կազմում չի եղել առանձին է մասնակցել Հայաստանի դաշինքը նայված կազմում անցել է խորհրդարան ուժեղ Հայաստանը նույնպես արդեն խորհրդարանում կոալիցիա կկազմեք Արդեն խորհրդարանում ամենագլխավոր պայմաններից մեկը այն է ճակատ կառաջանան դիմադիր, եթե հայտարարեն մասնակիցները, որ որևէ ձևով չեն համագործակցի այս իշխանությունների հետ հետընտրական փուլում։ Եվ բնականաբար ես կարծում եմ սա տրամաբանությունն է հուշում, եթե ընդդիմությունը ունենա միասնաբար մեծամասնություն, ասում եմ հենց Աստված պահանջի եւ ժողովուրդը, որ իրանք միանան, ուրիշ ճանապարհ չկա։ Եթե ուրիշ կասկած չեմ Ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հավանական եմ համարում։ Շատ հավանական եմ համարում։ Եվ դրանից էլ իրենք սարսափում եւ ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Այս է իրականությունը։ Եկեք այս ընդունողը